Թրամփը դիմագրավում է շատ հուժկու ներքին ճնշման Միացյալ Նահանգների ներսում։ Նախ իր ընտրությունից հետո բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ ոչ մի արժեք են ընդունում իր քայլերը։ Երկրորդ, նույնիսկ հանրապետականների շրջանում է սկսվել որոշակի խլրտումներ առաջանալ ի վերջո իր վարած քաղաքականության շոշափելի ոչ մի բան չկա, հասկանում եք, մի բան է դու ասում ես, ես բանակցությունների միջոցով պատրաստ եմ այս ամբողջ գործընթացը առաջ տանել եւ խուսափել պատերազմից, հետո աշխարհում 8 կոնֆլիկտային կետում պատերազմներին վերջ տալ։ Մեկ ուրիշ բան է Էփշտեյնի դոսիեների հետ հաշվի նստել, որովհետեւ այս ամբողջը ուղեկցվեց վերջին 4 ամսվա ընթացքում պիտի դիտարկենք, հա, թե այս բանակցությունները ինչ սկիզբ ունեին, պիկը որտեղ էր եւ ինչ հանգուցալուծում ստացան, այսինքն Թրամփը գնում էր բանակցային ճանապարհով այս խնդրի կարգավորմանը, զուգահեռ հրեական լոբին, հրեական եւ իսրայելական նաեւ ամենամեծ հրեական միությունների կոնգրեսի, հա, կամ կոմիտեի IPAC-ի Միացյալ Նահանգներում ազդեցությամբ այն ճնշումները մեդիայի միջոցով ճնշումները ընդհանրապես Թրամփի ադմինիստրացիայի նկատմամբ ստիպեցին նրան հստակ սպառնալիքներ, այսինքն ավելի քան 30,000 անգամ իր անունը հնչում է Էփշտեյնի դոսիեներում, սա հեշտ բան չէ, Միացյալ Նահանգների նախագահին իրապես կարող են ոչ թե միայն իմպիչմենտի ենթարկել, այլ նաև դրանից հետո արժանացնել շատ ավելի դաժան ճակատագրի, ինչի նախադրյալները կան եւ եղել են դեռ 2021 թվականի նախագահի ընտրության ժամանակ։